Շվեդ լրագրող Ռասմուս Կամբեկը հետաքննություն է իրականացրել պարզելու այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայն կոչվող հասարակական կազմակերպության ու Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջև եղած կապերը։ Մեր գործընկերները անհերքելի փաստեր են հայտնաբերել, որոնք թույլ են տալիս ապացուցված համարել այն, որ այդ համաճկային կառույցը ստեղծվել է անձամբ Իլհամ Ալիևի հրահանգով եւ ֆինանսավորվում է պետական բյուջեից։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը, Արտյոմ, ինչ մանրամասներ կան։ Ռասմուս Կամբեկը բավական հայտնի հեղինակություն ունեցող լրագրող է, որը վաղուց մասնագիտանում է լրագրողական հետաքննությունների գործում։ Նա սովորաբար իր հետազոտությունները հրապարակում է շվեդական Blank Spot պարբերականում, բայց այս անգամ իր վերլուծությունը հրապարակվել է OS Media տեղեկատվական անկախ հարթակի էջերում եւ այդ հարթակը զբաղվում է կոնկրետ հենց հարավային Կովկասի խնդիրներով։ Եվ այս վերլուծությունը թույլ է տալիս համոզվել, որ այս կառույցը ոչ միայն ստեղծվել է երկրի ղեկավարի անձնական հանձնարարությամբ, այլ նաև ֆինանսավորվում է ուղղակի պետական բյուջեից, հա, անգամ իրենց չեն ծանրաբեռնել այլ այսպես ձևական աղբյուրներ ստեղծելու հարցում, այլ պարզապես գանձարանից փող են վճարում, հարկատուն է վճարում այս սադրանքի համար։ Ու կոնկրետ փաստ, որը պարզապես ավելի ակնառու է դարձնում։ Մի կոնֆերանս, որը անցեկացրել այդ խամաճիկային կազմակերպությունը, ֆինանսավորել է երկրի նախագահի աշխատակազմը, դրա համար վճարվել է $65,000։ Եվ դա ընդամենը մեկ օրինակ է, այդպիսի բազմաթիվ օրինակներ կան, եւ ինչպես Ռասմուս Կամբեկն է հավաստիացնում, նա ունի կոնկրետ փաստեր, օրերով, այսպես գումարներով եւ անուններով, թե ով ինչով է զբաղվել։ Կամբեկը օգտագործել է եւ ինտերնետի միջոցով հասանելի բաց աղբյուրներից ստացված ինֆորմացիան եւ նաեւ սեփական տեղեկացված աղբյուրներ է օգտագործել, որոնց մասին իհարկե մանրամասներ չի հայտնում։ Թեև այդ կազմակերպությունը, Արևմտյան Ադրբեջանի համայնք կոչվող կազմակերպությունը, ներկայանում է որպես հումանիտար, հասարակական, ոչ կառավարական, Կամբեկը ապացուցում է, որ այն ըստ էության ստեղծվել է Հայաստանի համար սպառնալիքներ տարածելու համար եւ Հայաստանի վրա ճնշում բանեցնելու համար։ Ու կոնկրետ հիշատակումը հիշեցնում է այն, որ այդ կազմակերպության ղեկավար խորհրդանի падգամավոր իշխող կուսակցությունը ներկայացնող Ազիզ Ալեկպերելին վերջերս ասել էր, որ Հայաստանը ոչ մի այլ տարբերակ չունի, քան հաշվի առնել այն, ինչ իրեն թելադրում են, հակառակ դեպքում, ինչպես մեջբերում եմ, կասկածի տակ կհայտնվի հայկական պետականության գոյության հեռանկարը։ Եվ հետաքրքիր է, որ այդ Վաշինգտոնյան համաձայնություններից հետո ադրբեջանական մամուլը գրում էր, դե կառավարությունն է այդ համաձայնությունը ստորագրում, համաձայնագիրը, դա չի նշանակում, որ երկրի հասարակական բոլոր կազմակերպությունները պետք է մտածեն այնպես, ինչպես կառավարությունն է մտածում, հա։ Հիմա արդեն հասկանում ենք, որ այդ կազմակերպությունը ընդամենը խամաճիկ է։ Իդեպ Ռասմուս Կամբեկը դիմել է եւ նախագահի աշխատակազմ եւ այդ կազմակերպության ղեկավարներին, խնդրելով մեկնաբանել իր այս տեղեկությունները, որպեսզի նույնպես տեղ գտնի այդ ամենը իր հրապարակման մեջ, բնական է, որ անտեսել են եւ որևէ կերպ չեն արձագանքել։ Ինչպես են հասարակական, փորձագիտական տիրույթում այս ամենը այդ հռետորաբանությունը մեկնաբանում։ Այդ շատ հետաքրքիր կլիներ հասկանալ, թե ինչպես է սովորական ադրբեջանցի շարքային քաղաքացին այդ ամենը անցալում, քանի որ ի վերջո իր գրպանից է ֆինանսավորվում այդ ամենը, բայց իհարկե չկա ոչ մի սոցիոլոգիական հետազոտություն, ոչ մի վերլուծություն օբյեկտիվ անկախ, որը հնարավորություն կտար հասկանալ ինչպես է շարքային ադրբեջանցին այդ ամենին վերաբերում։ Դե մամուլից դժվար է դատողություններ անել, Ադրբեջանում ազատ մամուլ վաղուց արդեն չկա, բայց ինչն է հետաքրքիր, Ռասմուս Կամբեկը իր այս վերլուծությունը անելիս ներգրավել է եվրոպական տարբեր երկրներում ապրող ազգությամբ ադրբեջանցի փորձագետներին եւ վերլուծաբաններին, որոնք մասնագիտանում են ադրբեջանական հասարակական այդ զարգացումների վերլուծության հարցում։ Մասնավորապես ներգրաված է եղել Փարիզի քաղաքական վերլուծությունների ինստիտուտի գիտաշխատող Ալթայ Գույուշովը եւ Լայպցիգի համալսարանի դոկտորանտ Վաֆա Նաղիևան։
Գյուշևը գնահատական է տալիս ասելով, որ այս ամենը Ալիևի ձեռքում գործիք է, որի նպատակն է շեղել մարդկանց ուշադրությունը սոցիալական խնդիրներից եւ սպառնալ նրանց արտաքին ուրեմն վտանգով, դա փորձված գործիք է։ Վաֆա Նագիևան կիսում է իր այս գնահատականը եւ պնդում է, որ այս դիսկուրսը ծառայում է Ալիևի վարչակազմի բարոյական լեգիտիմացմանը եւ օգնում է հասարակության մոբիլիզացմանը չավարտված արդարադատության առասպելի շուրջ։ Այսինքն ազգությամբ ադրբեջանցի օբյեկտիվ վերլուծաբանները, որոնք իհարկե Ադրբեջանում չեն ապրում, բայց ադրբեջանցիներ են, կիսում են մեր մտահոգությունը եւ եվրոպացի անկախ փորձագետների գնահատականները։ Շնորհակալություն, Արտեմ։